Տիկին Մակոնց քարոզարշավի 7-րդ օրն է, ընդհանուր առմամբ կուզենամ սկսեք ձեր տպավորություններից, ժողովրդի հետ շփումը, ձեզ ինչ էմոցիաներ է փոխանցում, ինչ ինֆորմացիա է փոխանցում, ինչ է փոխվել ընդհանուր առմամբ, որովհետև 18 թվական, 21 թվական, հիմա արդեն 26 թվականի նախընտրական քարոզարշավն է, ամենատարբեր խոսույթներ կան նաև ընդդիմադիր շրջանակների կողմից, բայց ձեր ընկալումը ինչպիսին է եւ ժողովրդի վերաբերմունքը ինչպիսին է։ Ակնհայտորեն տրամադրություններ են փոխվել մեր հասարակությունում եւ առաջինը ինչ նրանք նշում են խաղաղության մասին է եւ այն կայունության, որը այսօր կա սահմաններին։ Սա ամենաառաջինն է, որ մարդիկ նշում են եւ ամենահուզիչը այն է, որ մեծամասնությունը երբ հանդիպում է վարչապետին եւ մեզ բոլորի շնորհակալություն են հայտնում հենց խաղաղության համար։ Սա թե հուզիչ է եւ թե պարտավորեցնող, որ մենք անշրջելի եւ տևական դարձնենք խաղաղությունը ինստիտուցիոնալ լինի եւ մեր սահմաններին լինի տևական եւ մշտական խաղաղություն։ Մյուսները իհարկե առանձին հարցեր նույնպես լինում են վարչական շրջաններում, մարզերում, երբ շրջում ենք, հիմնական ընդհանուր թեմաներ են առաջ քաշում, դա լինի ոռոգման հետ կապված, գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված, աշխատատեղերի եւ այլն, այսպիսի ընդհանուր հարցեր, բայց ամենաառաջնայինը խաղաղությունն է, որ մարդիկ նշում են։ Եվ դժգոհությունների մասով ինչ կասեք, օրինակ ես էլ հետևելով պարբերաբար տեսնում եմ, որ պահանջ կա, որ օրինակ ինչու նախկին ղեկավարները դեռ պատժված չեն, ավելին ինչու են նրանք կրկին ընտրարշավի մեջ եւ գոնե առնվազն հայտարարություններով խոսում են այն մասին, որ ուզում են վերադառնալ, նման հավակնությունները առնվազն ունեն։ Այս իմաստով նաեւ 8 տարի հետո քաղաքացիում պատասխանը ո՞րն է։ Այսօր Նորաշեն թաղամասում վարչապետը նույնպես դրա մասին խոսեց, որտեվ այո, մարդիկ շատ են այդ հարցը բարձրաձայնում եւ մարդկանց մոտ այդ առումով կա անարդարության զգացում դեռևս։ Վարչապետը խոսեց այդ մասին եւ ասաց, որ դա մեզ համար բնականաբար պետք է լինի առաջնահերթություն։ Հասկանալի է նաեւ, որ այստեղ ոչ թե արդարանալու համար եմ ասում, այլ որպես ժողովրդավար պետություն մեզ համար չափազանց կարևոր է, որ բոլոր իշխանությունները գործադիր, օրենսդիր եւ դատական լինեն առանձին եւ յուրաքանչյուրը իր գործառույթը սահմանված կարգով օրենքների շրջանակում կատարի։ Եվ սա է պատճառը նաեւ, որ կառավարությունը չի միջամտում դատական իշխանության գործերին եւ դատական իշխանությունը ինքնուրույն առանց կառավարության միջամտության կայացնում է որոշումներ։ Բայց ակնհայտ է եւ կարծում եմ սա ուղերձ է մեզ բոլորիս, որ ակնհայտորեն մարդիկ չունեն դեռևս արդարության զգացումը, այստեղ անելիք ունենք եւ շատ մեծ։ Եվ ամենատարբեր հայտարարություններ ենք լսում երկրորդ, երրորդ երկրներից, օրինակ Ռուսաստանից, քարոզարշավի սկսված օրվանից ի վեր, օրվա մեջ կարելի է ականատես լինել ամենատարբեր հայտարարությունների, ընդ որում Վլադիմիր Պուտինի մակարդակով, օրինակ նույն Վլադիմիր Պուտինը հորդորում էր կողմնորոշվել, թե արդյոք ուզում եք մնալ ԵԱՏՄ-ում, թե ԵՄ-ում, եւ այստեղ էլ ուժեր կան, օրինակ նույն Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը, որոնց դուք եռագլուխ պատերազմի, այսպես ասած, կուսակցություններ եք անվանում, նրանք էլ են խոսում այդ ռիսկերի վտանգների մասին, ասում են ինչ է լինելու, եթե օրինակ Ռուսաստանը զայրանա եւ ձեզ ԵԱՏՄ-ից իրենց բառերով ասած դուրս շպրտի։ Մի մոռացեք արտագնա աշխատողների մասին, Ծառուկյանի բառերով ասած խոպանչիների մասին եւ այսպես շարունակ Տիկին Մակոնցին չեք կարծում արդյոք մեծ է այդ ռիսկը, վտանգը նկատի ունեմ տնտեսության առումով, պարբերաբար խոսվում է այդ մասին, որ Հայաստանը այլ ընտրանք չունի եւ եթե Ռուսաստանը կտրի այդ ճանապարհը, փակի Լարսի ճանապարհը, ԵԱՏՄ-ի ճանապարհը, պարզապես կոլապս է առաջանալու։ Հիմա նման ռիսկ իրականում կա թե չէ եւ եթե չկա, ինչի մասին են այս խոսակցությունները եւ ինչու է փորձում վախը, այսպես ասած, քաղաքական կապիտալի վերածել որոշ ուժեր առնվազն։ Մենք շատ տարբեր մեկնաբանություններ լսում ենք իհարկե, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունից եկող, այս մասով ես ընդամենը մի քանի արձագանք ունեմ։ Մեր արտաքին քաղաքականության վերաբերյալ ոչ միայն այս տարիների ընթացքում հատկապես վերջին, այդ թվում մեր քարոզարշավի ծրագրում նշված է, թե Հայաստանը ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարում եւ պատրաստում շարունակել վարել, դա բազմազանեցման եւ բազմաթիվ ուղղություններով մեր գործընկերությունը խորացնելու մասին է։ Մենք պարբերաբար նշել ենք եւ շարունակաբար ընդգծում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ հարաբերությունները տարբեր գործընկերների հետ ուղղված չեն երրորդ պետությունների դեմ, անկախ նրանից թե դա ինչպես կարող են մեկնաբանել տարբեր պետություններ եւ մարդիկ,
Սա միանշանակ է եւ երրորդ մեկնաբանությունը, որ ուզում եմ անել ձեր հարցի կապակցությամբ, այն է, որ մեր բազմազանեցման արտաքին քաղաքականությունը արդեն տվել է եւ շարունակաբար տալիս է իր արդյունքները, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը ունի եւ ունենալու է այլընտրանք, Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ինստիտուցիոնալ դարձնել խաղաղությունը եւ հարաբերությունները կարգավորել հարևանների հետ եւ սա իր արդյունքը տալիս է թե քաղաքական հարաբերությունների իմաստով, բայց դա նաեւ ազդում է բազմազանեցման տեսանկյունից, որը տնտեսական բազմազանեցումը նույնպես կարևոր է մեր անվտանգության համար, էներգետիկ բազմազանեցումը նույնպես կարևոր է։ Այսքանը կարող եմ ասել եւ Հայաստանի կառավարությունը գործում է բավականին թափանցիկ իր արտաքին գործընկերների հետ հարաբերություններում, կարծում եմ, որ մեկնաբանությունների տեղի կչտվող առնվազն։ Եվ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ինչու է գրգռել ամենատարբեր երկրների, դրա մասին արտահայտվեց եւ Իլհամ Ալիևը եւ Ռուսաստանի Դաշնությունից մինչեւ այսօր լսում ենք հայտարարություններ։ Ռուսաստանի Դաշնությունը դա դիրքավորում է այնպես, որ Եվրամիությունը Հայաստանին օգտագործում է, Ռուսաստանի դեմ է գործիքայնացնում, թեև բազմիցս սրան անդրադարձել եք, դուք էլ հենց նոր դրան անդրադարձաք, բայց տեսեք, տարընկալում կա կարծես ձեր եւ Ռուսաստանի Դաշնության մոտեցումներում, բարբերաբար այստեղից նաեւ հայտարարվում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները շատ լավ են, դրա մասին ի դեպ հայտարարել է նաև Լավրովը, զուգահեռ լսում ենք նման սպառնալիքներ տողատակում, ընդհանուր նաև զուգահեռներ Ուկրաինայի հետ, դրա մասին ուղիղ խոսեց Վլադիմիր Պուտինը, արդյոք մտահոգիչ չեն այս հայտարարությունները, խոսույթը եւ արդյոք դրանք չեն կարող որոշակիորեն ազդել նաև ընտրությունների արդյունքների վրա, որովհետեւ նույն ընտրողին է ուղղված այդ կոչը, այսպես ասած, որ տեսեք եւ հիշեք, թե ինչ տեղի ունեցավ Ուկրաինայի հետ եւ էլի գագաթնաժողովը ինչու է գրգռել նրանց, իրականում միտված էր իրենց դեմ որևէ բան անելուն, թե պարզապես նրանց դուր չի եկել այդ իրականությունը։ Մենք շատ ուրախ ենք եւ հպարտ ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հյուրընկալեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, կարծում եմ եւ նույն եվրոպական գործընկերներն իրենք նշեցին, որ շատ տպավորված են, թե ինչպես անցկացրեցինք այդ գագաթնաժողովը Հայաստանում։ Ինչ վերաբերում է առանձին, սա բազմակողմ ձևաչափ է, գիտեք, Եվրամիության անդամ երկրներ եւ ոչ միայն Եվրամիության անդամ երկրներ մասնակցում են։ Հայաստանի Հանրապետությունը որպես հյուրընկալ երկիր բնականաբար վետո չի դնում այդ երկրների մասնակցությանը եւ չի պայմանավորում, ինչպես մենք չենք օգտագործում մեր հարաբերությունները երրորդ երկրների դեմ, դա շարունակում է եւ բնականաբար այս ձևաչափերում նույնպես։ Մենք չենք կարող պատասխանատվություն կրել այն հայտարարությունների համար, որոնք արվում են առանձին ղեկավարների կողմից բազմակողմ ձևաչափով, բայց ես նաև ուզում եմ մատնանշել, որ բացի Հայաստանի Հանրապետությունից բազմակողմ ձևաչափով ներկա գտնվելով, Ուկրաինայի նախագահը գտնվել է նաև Ադրբեջանում, ընդ որում շատ ավելի կարևոր եւ ընդգծված կերպով, երկկողմ ձևաչափով, բայց կարծես մենք որևէ մտահոգություն այդ մասին չենք լսել Ռուսաստանի Դաշնությունից։ Եվ վերջին հարցս, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում երկար տարիներ աշխատել եք որպես Հայաստանի դեսպան, քիչ են նաև այն մտահոգությունները, որ օրինակ Թրամփը հիմա խնդիրներ ունի, գիտեք, երբ Թրամփի վարչակազմը ընտրվեց, ասում էին, որ այս նոր վարչակազմին Հայաստանը հետաքրքիր չէ, հիմա հայտարարում են, որ Թրամփը խնդիրներ ունի, եւ եթե անգամ խնդիրներ չառաջանա եւ միջև իր պաշտոնավարման ավարտը պաշտոնավարի, արդյոք հաջորդ վարչակազմը հետաքրքրված է լինելու թե տարածաշրջանով, թե թրիփով, այսպես բարբերաբար թիրախում են հայտնվում, թե թրիփը, թե հայ-ամերիկյան հարաբերությունները, ձեր ընկալումը որն է այդ առումով։ Ես հուսամ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր մտահոգություն ունեին, որ Հայաստանի կառավարությունը չի կարողանա նույնքան արդյունավետ աշխատել հանրապետական վարչակազմի հետ, հուսամ այդ բոլոր մտահոգությունները արդեն իսկ փարատված են, որովհետև հունվարի 21-ին նախագահ Թրամփի երթմնակալության արարողությունից հետո օրեր անց փետրվարի 7-ին վարչապետը հյուրընկալվել է Սպիտակ տանը եւ հանդիպել փոխվարչապետ Վենսին, այսինքն այս արագությունը եւ հետագայում թե երկկողմ հարաբերությունների առումով եւ թե խաղաղության պայմանագրի նախաստորագրմամբ, խաղաղության հռչակագրով Վաշինգտոնում այդ բոլոր մտահոգությունները պետք է փարատված լինեն։ Ուզում եմ համոզմունք հայտնել, որ առաջին հերթին փաստերի վրա հիմնվելով այն երկկողմ հարաբերությունները, որը մենք հասցրեցինք զարգացնել դեմոկրատական վարչակազմի հետ եւ որը իր շարունակությունը ստանում է հանրապետական վարչակազմի հետ եւ նոր, այսպես ասած, խորացում կլինի հարաբերությունների,
Սա հիմք է տալիս ենթադրելու եւ համոզմունք հայտնելու, որ այլևս Միացյալ Նահանգներում վարչակազմերի փոփոխությունից կախված չի լինելու մեր երկկողմ հարաբերությունները, եթե իհարկե Հայաստանի, նաեւ Հայաստանի Հանրապետությունը այդտեղ մենք բնականաբար անելիք ունենք, ոչ միայն մյուս կողմը։ Սա կարող եմ ասել։ Թրիփի մասով հետևողական են լինելու։ Բնականաբար մեր կառավարությունը եւ նաեւ Միացյալ Նահանգների կառավարությունը մենք երկկողմ վերահաստատել ենք մեր հանձնառությունը, որ բնականաբար պետք է շարունակենք ակտիվ աշխատանքները թրիփի ուղղությամբ, այդ մասին խոսել ենք նաեւ եւ հատկապես Սյունիքում, որտեղ ակնհայտ էր, որ մարդիկ բավականաչափ ոգևորված են սպասվող զարգացումներով, որը ոչ միայն խաղաղության խորհրդանիշ եւ խաղաղության հենասյուներից մեկն է լինելու, այլ նաև շատ կարևոր տնտեսական զարգացման։